Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Անենեն կաթողիկոսին լուչ տվեցին, որ մասնակցի Վրաստանում այլայերկրորդի ուղարկավորությանը, արդյոք սա արտաքին հարաբերությունների իմաստը հարված չի Հայաստան-Վրաստան հարաբերությունների, Վրաստանը մեր մասնակիցն է, բարեկամ։ Ես կարծում եմ, որ իրավական կարգավորման հարցը եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պատասխանելիքը չի։ Եթե այնտեղ գործընթացներ կան, չէ, իրավական, չեն թողել, թողեն սրեն թողեն։ Դուք հարց տվել եք արդեն, այս կողմից չի տվել։ Չէ, դուք էլ եք տվել։ Ձեզ եմ լսում։ Պարոն Փաշինյան ամեն հինգշաբթի բան ա, կառավարության շենքում ջրպազրույց ա տալի հարցրեք։ Որպես տարանցիկ երկիր Հայաստանի դերակատարության փոփոխություն լինելու է թե չէ, ինչպես եք մտածում։ Մեր դերը որպես տարանցիկ։ Այո, Հայաստանի դերը որպես տարանցիկ։ Դե ընդհանրապես ճիշտ ասած մինչև էս վերջին ռազմական գործողություններն էլ եւ վերջի տարիներին բոլորի կողմից բարձրաձայնվում է Հայաստանի որպես տարանցիկ երկրի ստացած կարևորության մասին, դա շարունակաբար ընդգծվում է։ Ես կարծում եմ, որ մենք այդ կարևորությունը իրոք ունենք, հաշվի առնելով Հայաստանից եւ հյուսիս եւ հարավ տեղի ունեցող գործընթացների, ընդհանրապես աշխարհը գնում է ալտերնատիվ ճանապարհների լոգիստիկ, ուրեմն բաների կապերի ստեղծման, ապահովման ճանապարհով մենք այդ կարևորությունը չենք կորցնի։ Նորից մենք հույս ունենք, որ րոպե առաջ, օր առաջ ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում կդադարեն եւ կլինեն այնպիսի լուծումներ, որոնք մեր նույնիսկ վերադառնալով զուտ Հայաստանի Հանրապետության շահին ոչ միայն չեն կորցնի մեր կարևորությունը, այլև նոր հնարավորություններ կստեղծեն մեր համար։ Իսկ այդ մասով Հայաստան վերադառնալ չկարողացող քաղաքացիների մասով օգնությունը դեռ շարունակվում է, կան քաղաքացիներ, որ դեռ ինչ-որ պատասխանի են սպասում։ Բայց ես հարցով այնքան բան կա ասելու, որ մենակ առանձին այս թեմայով ասուլիս հրավիրենք բավական ժամանակ կտեվի, այս պահին բավարարվեմ միայն ասելով, որ խնդիրները երկրից երկիր իհարկե տարբերվում են, մի դեպքում ցամաքային կապ կա օրինակ Օմանի հետ, Միացյալ Արաբական Էմիրությունների, մենք օգնել ենք քաղաքացիների տեղափոխվել այնտեղից թռիչքներ, մի դեպքում այդ կապն էլ չկա, այլ լուծում են գտել, չգիտեմ, սկսած վիզաներից, վերջացած դեղորայքով, բազմաթիվ են հարցերը, մենք մեր ԱԳՆ-ի պաշտոնական ուրեմն էջերում, սոցհարթակներում, այդ թվում եւ Facebook-ում շատ մանրամասն տեղեկատվություն են դրել, կարող եք նայել, կարծում եմ որ շատ մեծ աշխատանք են արել մեր մարմինները, դիվանագիտական եւ նաեւ կենտրոնական ապարատը, դեռ կան մեծամասամբ խնդիրը հասցեագրված է, բայց դեռ կան քաղաքացիներ դրսում, ուշագրավ է, որ նրանց ու լավ չասեմ ինչ-որ տոկոսային հարաբերություն, մի զգալի մասը են քաղաքացիներ, որոնք ցանկություն չեն հայտնել վերադառնալու, այսինքն իրան գերադասել են մնալ առայժմ, բայց իհարկե հիմա նրանց մի մասը արդեն ուզում է վերադառնալ, պետք է լուծումներ գտնեն, կան։ Դուք չեք տվել, հա։ Ինչի է դեր կապված, եթե նախընտրում էին մնալ, քանի որ քաղաքացիներ կային, որ ասում էին, որ գինը շատ բարձր է, մենք չենք կարողանում գալ, եւ նաեւ բողոքում էին, որ ԱԳՆ-ն մեր հետ կապ չի հաստատում։ Ուրեմն մեր ներկայացուցչությունները եւ թեժգծեր են բացել եւ աշխատել են եւ կապ են ունեցել մշտական եւ իրենց նույնիսկ դեսպանություն ներում են հավաքել խորհրդակցություններ տարբեր երկրներում, իհարկե ոչ բոլորում, կապը մշտական է եղել։ Թռիչքների թույլտվության ստացումը եղել ԱԳՆ-ի կողմից, դեղորայքի մատակարարումը տարբեր դեպքեր են էլի եղել, կարող է քաղաքացի, որի հետ կապ ա եղել, ոչ իրան դեղ են տվել, ոչ չգիտեմ, տոմս են առել եւ այլն, ասում է երկիրը բան չի արել մեր համար։ Կարամ էլի բաներ ասեմ, չեմ ուզում ասեմ անկեղծ ասած, գնի մասով էլ ավիատոմսի, գիտեք, կա նախաձեռնություն, որ մինչև 250,000 դրամ փոխհատուցման մեխանիզմ է ենթադրվում, այդ քաղաքացին որտեղ շատ դժգոհ է, թող այդ փոխհատուցումը ստանա։